Բարի լույս, Կոստանտին Ստանիսլավ, հրաշալի առավոտ ենք սկսել իրականում, Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը օրերս մասնակցեց Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին և ցուցադրեց «Փող, կիրք, իշխանություն» դրաման։ Ներկայացումը ունեցավ բնականաբար մեծ արձագանք, այն հասցրեց մասնակցել նաև Վորոնեժում անցկացվող Պլատոնյան միջազգային փառատոնին, և այս ամենի մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Ես սիրով կներկայացնեմ, տաղավարում են Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը, տնօրենի խորհրդական նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, դերասանուհի Ելենա Վարդանյանը, բարի առավոտ, շատ սիրելի մարդիկ։ Շնորհակալ ենք, որ արթնացել եք այսքան վաղ։ Ես գիտեմ, որ այո, արվեստի մարդիկ, հատկապես դերասանները, ովքեր որ օր ու գիշեր չեն անցկացնում են ու հոգնում են իրենց փորձերից ու թողուբոհից, բնականաբար պետք է մի փոքր շատ քնեն եւ այդ շատ քունը վաստակել է պետք։ Շնորհել է պետք, ներողություն վաստակել ենք, կարող ենք քնել։ Շնորհակալություն, որ հրավիրել եք, ճիշտն ասած, արվեստի մարդիկ այո շատ քնել սիրում են, բայց ես այսօր առավոտյան 5:45 արթնացել եմ, մոտավորապես 3 կիլոմետր քայլել եմ։ Ամեն ինչ արդեն լավ է, փաստորեն։ Այո։ Եվ հիմա քունը ստանում։ Եվ հիմա արդեն քնելու լավ։ Նախ շնորհավորում ենք Չեխովսկի փառատոնում ներկայանալու համար, դա հեղինակավոր փառատոն է, վստահ եմ մասնագետները կփաստեն։ Ձեզ համար ինչով է առանձնանում այս փառատոնը։ Ճիշտն ասած, դուք նշեցիք արդեն, որ շատ հեղինակավոր փառատոն է եւ իսկապես մեր թատրոնի համար շատ կարեւոր, որովհետեւ շատ բարդ է այդ փառատոնին մասնակցել, երկրագնդի տարբեր վայրերից լավագույն ներկայացումներն են հրավիրվում այդ փառատոնին եւ դա մեզ համար մեծ պատիվ էր մասնակցել Չեխովյան փառատոնին, մենք նաեւ դուք նշեցիք, որ Պլատոնյան փառատոնին մասնակցեցինք, բայց մոռացաք ասել, որ մենք նաեւ Եկատերինբուրգում մասնակցեցինք, դա Չեխովյան փառատոնի այսպես տրամաբանական շարունակությունն էր։ Դա դուք ասեք էլի Սուրեն։ Դե ասեցի, երկար հետաքրքիր ճանապարհ էր եւ մենք պատվով դուրս եկանք, դրա մասին արձագանքում էին մամուլում եւ ամենակարևորը հանդիսատեսը, այսպես ծափերից նրանց երկարատև եւ ներկայացումից հետո շփվելուց հասկացանք, որ մենք կարողացանք լավ ելույթ ունենալ եւ նաեւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Մնացածը կասեն 3 գեղեցկուհիները։ Դե սկսենք։ Ովքեր էին մասնակցում հետաքրքիր է փառատոնին, ինչ հետաքրքիր բեմադրություններ տեսակ, ֆավորիտներ ձեռք բերեցիք, թե ոչ։ Ցավոք սրտի մենք մեր ժամանակը չէր ներում։ 7 ներկայացում ենք խաղացել ու ճանապարհները այնքան հեռավորությունը բավականին մեծ էր ու փառատոնը այնպես էր դասավորել, որ քանի որ հիմա ինքնաթիռները մի քիչ պրոբլեմատիկ են, այո, դրա համար մենք ցավոք սրտի չնայեցինք ոչ մի ներկայացում, որ մենք արդեն հասնում ենք ինչ-որ մի քաղաք, արդեն մեզ էին տրամադրում բեմը ու խաղում էիք։ Բնականաբար այո, մենք էինք խաղում, բայց ծանոթություններ ձեռք բերեցինք, ընկերներ, որոնք հյուրանոցում ուղղակի հասկանում ենք, որ մենք մի փառատոնի ենք մասնակցում, իսկ մնացածի մասին Մարիաննան ավելի ճիշտ կփաստի ու կպատմի երևի թե ինչ շարունակությունը ինչ է լինելու։ Տրամաբանական շարունակությունը փաստորեն ինչպես նշվեց Պլատոնյան փառատոնի մասին էր, որը փող, կիրք, իշխանություն ներկայացում այնտեղ էլ ներկայացվեց։ Ինչպես այս մասնակցությունը արդեն հասավ այս վայր։ Գիտեք ինչ, սա փաստորեն արդեն մենք 3-րդ տարին մեր թատրոնը համագործակցում է եւ ֆինանսավորում է ստանում, աջակցություն է ստանում ռուսկի սեզոնի, դա մի շատ հետաքրքիր կազմակերպություն է, որը տրամադրում է գումար եւ ներկայացում բեմադրելու եւ նաեւ լուսային, ձայնային սարքավորումներ ձեռք բերելու համար եւ մենք իրանք սովորաբար ռոտացիա են տարբեր, բայց մենք արդեն 3 տարի անընդմեջ մենք մասնակցում ենք այդ հետաքրքիր ծրագրին եւ իրոք թատրոնի համար դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ տեսակ փառատոնին մասնակցելը դա խոսում է թատրոնի լեվելի
մի ուրիշ տեսակի մասին եւ այո դա արդեն երկրորդ անգամն է որ թատրոնը մասնակցում է Չեխովյան փառատոնում եւ Պլատոնյան փառատոնում եւ ես կարծում եմ Աստված առաջ մեր ներկայացումները կլինեն ել ավելի հետաքրքիր, ել ավելի արհեստավարժ եւ ել ավելի կհամապատասխանեն, չհամապատասխանում են, բայց մենք այդ level-ը չենք իջացնի, կբարձրացնենք, որպեսզի ապագայում նույնպես մասնակցենք այդ տեսակ հետաքրքիր եւ հիանալի փառատոներին։ Իսկ ինչպես արվեց ներկայացման ընտրության հարցը, ինչպես որոշեցիք, որ հենց պիտի փոխկիրք իշխանություն ներկայացվի։ Մենք չենք ընտրել։ Դա մեր ընդությունը չի, եւ մենք չենք կարող եւ որից են մի թատրոն չի կարող ընտրել թե որ ներկայացումը համապատասխան փառատոնի ղեկավարները շրջում են տարբեր երկրներում, դիտում են ներկայացումներ եւ որոշում են կայացնում թե որ ներկայացումը մասնակցի իդեպ թե բոլոր ներկայացումները չեն նայում նախ եւ առաջ հասկանում են այդ երկրում ինչ ներկայացումներ են բեմադրվել այո եւ այլն եւ դա այսպես ժյուրիի խիստ կաստինգով է ընտրվում ներկայացում որպեսզի մասնակցի այդ փառատոնին Ինձ հետաքրքիր է որպես թատրոնի ռեժիսոր, այս դեպքում նաև տնօրեն, ինչքանով է կարևոր այսպիսի փառատոնները թե դերասանական կազմի համար եւ թե այս դեպքում նաև ռեժիսորների։ Networking-ը, համագործակցությունը բարձ է։ Ոչ միայն, միանգամից աշխարհում քո մասին իմանում են, որովհետեւ այդ բուկլետում, այդ մեծ գրքում հայտնվել է այն թատրոնների հետ, որոնք որ մասնակցում են Քո մասին միանգամից իմանում են, որ այս երկրում կա այս թատրոնը եւ այս ներկայացումը եւ մասնակցել է այս փառատոնին։ Ճիշտն ասած, ես ու Մարիաննան մեկ օր առաջ էինք մեկնել, խումբը փոքր ավելի ուշ եկավ միացավ մեզ, մենք դիտեցինք կոլումբիական ներկայացում, բավականին հետաքրքիր եւ մեզնից առաջ եւս մեկ ներկայացում էր ցուցադրվել, չինական ներկայացումներ, շատ այսպես լավ արձագանքներ ունեն այդ երկու ներկայացումները եւ այնտեղ վատ ներկայացում ըստ էության չի կարող հայտնվել Ելենա, դուք խնդրում եմ պատմեք ինչպես անցավ Եկատերինբուրգում ցուցադրությունները այստեղ ինչպեսի թողոբոհ էր Было прекрасно. Нас встретила великолепная, несравненная Татьяна со своей дочкой Яной, директор фестиваля. Они нас встретили очень-очень хорошо. И вообще для нас огромная честь всегда представлять нашу страну, наш флаг в других странах. И всегда мы это делаем с достоинством. Учитывая, что Чеховский фестиваль проходит каждые 2 года, и в прошлый раз были опять мы с нашим театром. Это для нас двойная честь, что опять следующий фестиваль, можно сказать, открылся вместе с нами. Нас принимали невероятным образом. Я хотела бы сказать огромное спасибо всей нашей команде, потому что мы действовали как одно тело, одна душа, один мозг и одно сердце. Это очень-очень важно в этих обстоятельствах. И действительно огромное спасибо всем и артистам, и коллегам, и монтировщикам, и костюмерам. Всем. У нас была огромная команда, которая с нами поехала. В очередной раз мы представили нашу страну с гордостью, с достоинством. Залы, которые нас встречали, они не просто встречали, они стоя нам аплодировали. Овации были 10-минутные, 15-минутные. Это очень-очень важные факторы на фестивалях. Я уже не говорю о том, что мы действительно приобретаем новых друзей, новые фестивали и новое видение, может быть, даже своих ролей. Почему? Потому что у нас же театр русский, Ереванский русский драматический театр, мы говорим на русском языке, и иногда здесь некоторые слова, которые мы говорим, могут восприниматься как боль и печаль, а там как, допустим, радость. Это тоже очень важно для нас, как для артистов, мне кажется, и для режиссера. Я уверена, чтобы проверять свои какие-то работы на других площадках. Когда мы возвращаемся обратно, мы немного, может быть, даже иначе смотрим на свои роли, потому что это такой организм, это же не просто съемки. Это ты выходишь и каждый раз Ասեն էսպես կարելի էր, հա? Ռուսերեն։ Ինձ միշտ է կարելի։ Ելենան կարող է, այո։
Իսկապես Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, այո, շատ ակտիվ գործունեություն է ծավալում ստեղծագործական վիճակներով, ինչ նորություններ սպասենք մինչև աշնանային թատերաշրջանը, ինչ նոր ծրագրեր, բեմադրություններ կան։ Հրավիրում եմ ձեզ ամսի 27-ին ժամը 8-ին դիտելու մեր նոր ֆորմատով այսպես բեմադրված ներկայացումը, իդեպ Իրինա Հարությունյանի համար դա պրեմիերա է լինելու։ Check-in love ներկայացմանն եմ հրավիրում, դա նորություն է մեր թատրոնում, նոր հարթակ է, որտեղ ընդամենը 30 հանդիսատես են նստում, ձեր տաղավարից շատ ավելի փոքր է վայրը, որտեղ գործողությունները տեղի են ունենում, դա հյուրանոցի համար է, որտեղ 3 զույգ հանդիպում են։ Մնացածը 3 զույգ։ Հանդիպեք, մնացածը եկեք եւ դիտեք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Շատ սիրվել է այդ ներկայացումը եւ կարծում եմ այդ ֆորմատը այսպես մեր թատրոնում աշխատեց։ Նոր եւս հարթակներ են բացվելու, ես ինքս բեմադրում եմ, աշխատում եմ հիմա Շեքսպիրի վրա, բեմադրում ենք Համլետ, դա այդքան էլ Համլետ չէ, ներկայացման անվանումը Փսիխոպատ է, եւ արդեն հասկանալի է, որ հեռացել ենք բնօրինակից, Շեքսպիրյան տեքստից։ Մեր թատրոնում բեմադրությունը սկսելու հիմա արդեն աշխատանքները սկսել է Գոր Մարգարյանը, Կուպրինի Փոսը, Յամա, այո, հայտնի ստեղծագործություններ եւ նաեւ շատ հավեցի, բրավո։ Դե այդպեսի մեծ գործեր հրաշալի է դրանց անդրադարձը։ Մեր երազանքներ խավալ։ Մոտ ապագայում եւս մեկ հարթակ, մենք ունենք բուֆետ, այդ բուֆետի հարթակում հիմա մյուս ամիս պրեմիերա տեղի կունենա, Շեքսպիրի սոնետների հիման վրա ներկայացում է բեմադրվում։ Այսպես, նաև ուրախալի լուր արդեն կարող եմ հայտնել, որ մեր 70 տարեկան աթոռները այս արձակուրդի ժամանակահատվածում փոխվելու են, մոտ 100 օր թատրոնը չի գործելու, աթոռներն ենք փոխում եւ դա մեծ ձեռքբերում է, որովհետեւ այդ աթոռները արդեն պիտանի չեն։ Դե հարմարավետության նոր լեվելի ենք մոտենում, ստացվում այդպես։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, ձեզ շատ հաջողություններ ենք մաղթում, մեծ ուժ եւ եռանդ, որպեսզի կարիք չլինի օրինակ մտածելու, որ այ գիշերը կարելի էր քնել, ոչ, թող գիշերները այնքան ակտիվ լինեն, որ ստեղծագործական վիճակը էլ ավելի ակտիվ է։ Այո։ Ամսի 27-ին սպասում ենք ձեզ մեր ներկայացման։ Եվ նաև հրավիրում ենք թատերասեր հեռուստադիտողներին ռուսական դրամատիկական թատրոն, որտեղ ինչպես նկատեցիք, զգացիք եւ լսեցիք, շատ ու շատ թատերական հետաքրքիր իրադարձություններ են կատարվում։ Ձեզ լավ շարունակություն։ Մեզ նույնպես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գովազդ այս պահին։ Այս պահին գովազդ։